Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ 168 TV-ի եթերում երկու ճակատ ոդքասթի 127-րդ թողարկումն է։ Էդգար Ղազարյանը եւ ես Դավիթ Սարգսյանը շարունակում ենք ամփոփել, վերլուծել շաբաթական հրահոսը, դա անում ենք մեր ավանդական գործընկեր Pantera Security մասնավոր պահնորդական ընկերության աջակցությամբ, որն իր 20-ամյա փորձով շարունակում է անվտանգության եւ պահնորդական ծառայություններ առաջարկել Երևանում եւ Հանրապետության բոլոր 10 մարզերում, իրական ժամանակում եւ տարածության մեջ, նաեւ հեռավար։ Լինի կենտրոնացված տեսահսկման, VIP տիկնապահների տրամադրման փոստի անվտանգության ուղեկցման, ձեր բնակարանների, առանձնատների, ընտանիքի անդամների, գույքի, ուսումնական հաստատությունների արտադրական ձեռնարկությունների շուրջօրյա պահնորդությունը եւ անվտանգությունը անվարան վստահեք մեր այս գործընկերոջը Pantera Security-ին։ Առավել մանրամասն տվյալներ կարող եք հայտայթել այցելելով Pantera AM կայք, սոցցանցերի Pantera անվանումով էջեր կամ զանգահարելով 537850 հեռախոսահամարով։ Շաբաթվա կարևորագույն իրադարձությունը Էդգար իհարկե Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցն էր տարածաշրջան, նախ եւ առաջ Երևան, ապա եւ Բաքու։ Թեև Թրամփը նախապես մինչև այցը X-ի իր միկրոբլոգում խոսելով Վենսի առաջիկա այցի մասին, առավելաբար շեշտադրումը դրել էր Բաքվի վրա եւ ակնհայտ էր, որ Վենսի առաջնային թիրախն ու նպատակադրումը նախ եւ առաջ Իլհամ Ալիևի հետ հանդիպումն է, Բաքու նրա այցն է, Ադրբեջանի հետ ռազմավարական փոխգործակցության մասին պայմանագրի կնքումն է, Ադրբեջանի սպառազինության էական խմբականակի մատակարարումն է, նաեւ առևտրատնտեսական համագործակցության հարցեր քննարկելն է, իսկ այսպես ասած բալանսը պահելու կամ Հայաստանին չնեղացնելու, նաեւ այս նախընտրական շրջափուլում Փաշինյանին ու նրա վարչախմբին որոշակի նախընտրական բոնուս տալու համար տարածաշրջանային այցը մեկնարկեց Երևանից եւ պատահական չէ, որ վարչախումբը եւ նրա քարոզիչները այս այցը հանկարծ ու սկսեցին ներկայացնել պատմականության կոնտեքստում, ասենք օրինակ Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ Վահագն Խաչատուրյանի աշխատակազմը մի այնպիսի գրառում էր արել, թե իբրս մի աշխարհացունց, ահեղադղորդ, տարակազմիկ Վենսի համար, որովհետեւ ինքը հանդիպել էր Վահագն Խաչատուրյան։ Դե գիտես ինչ, ամեն մեկիս կյանքում էլ լինում է մի կարևոր պատմական իրադարձություն, որը վճռորոշ է եւ բախտորոշ ամբողջ կյանքի է։ Վենսի համար այդպիսի մի օր էր Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպում։ Բայց մեծ բախտավորություն էր, որ Վահագն Խաչատուրյանը նրա հետ չլուսանկարվեց, լուսանկարիչն էլ Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը չէր Միացյալ Նահանգներում, թեև այդպես շատ կա։ Բայց ասենք օրինակ, ես մտածում եմ, որ կարող է նույնիսկ չընդունի Վահագն Խաչատուրյան, ասի փոխնախագահը։ Այսինքն ինքը միայն Թրամփին ընդունի, բայց մեծահոգություն արեց, ընդ որում եթե նկատեցիր հանդիպումը տենց ճաշասեղանի բարձրության սեղանի շուրջ, այսինքն ոչ թե որպես կանոն նման դեպքերում օգտագործում են բազմոսները, չէ՞, այդ տիպի աթոռներ նման երկկողմ հանդիպումների համար, այնց Վահագն Խաչատուրյանը ոնց որ սուրճի սեղանի շուրջ այդ ձևաչափն էր, ուղղակի Վենսի կյանքում այդ իրադարձությունը նրան պարգևելու համար։ Իդեպ նախագահականում տեղադրված է հիմա արդեն նաև մի հատ սենյակային անօթաչու թռչող սարք, որը պիտի հետազոտի այսուհետ Վահագն Խաչատուրյանին, որովհետև ինքը այդ սենյակից դուրս դժվար կարողանա ֆունկցիա կատարի, էլի։ Առաջի միջայլոց անօթաչու թռչող սարքը, որը կիրառվում է սենյակային պայմաններում, որի պայմանական անունն էլ Ռոմանոս է։ Շատ է սազում։ Միացյալ Նահանգների փոխնախագահի Հայաստան կատարած այցի շրջանակում տպավորություն ստեղծվեց, թե միջուկային համագործակցության շրջանակում Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև փոխգործակցության աննախադեպ մեծ տեմպ է լինելու եւ Վենսի այցը պատմական ներկայացնելու ԿՊ-ի ջատագովները շարունակաբար խոսում են Հայաստան ներխոսելիք իբր միլիարդավոր դոլարների ներդրումների, ֆինանսական, տեխնոլոգիական ներդրումների մասին, այնինչ սա հերթական ներդրումային խապկանքն է։ Հիմա մենք Հայաստանի հերթով թեզարթեզ կբացահայտենք, թե ինչ ասել է այդ 5+4 միլիարդ դոլարի խոստումը Միացյալ Նահանգների փոխնախագահի կողմից, եթե նույնիսկ այն իրականանա, իսկ դա հիմնավոր կասկած է առաջացնում, որովհետև այս վարչախմբի խոստացած որևէ բան դեռևս չի իրականացել, ապա խոսքը բոլորովին էլ Հայաստանի տնտեսության մեջ կատարվող ուղղակի ներդրման մասին չէ, խոսքը այլ ճիշտ հակառակը Միացյալ Նահանգների տնտեսության եւ Միացյալ Նահանգների կողմից ստեղծված նոր աշխատատեղեր Միացյալ Նահանգների համար։ Վենսը բառացիորեն ասել է հետեւյալը. սկզբնական մոտ 5 միլիարդ դոլար ներդրումների մասին ենք խոսում, հետագայում երկրորդ փուլում եւս 4 միլիարդ։ Սա փոխշահավետ իրավիճակ է եւ Հայաստանի համար եւ իմ երկրի էներգետիկ անվտանգության, էներգետիկ
կայունության, նաև ստեղծելու է շատ աշխատատեղեր եւ Միացյալ Նահանգներում եւ Հայաստանում։ Սա նշանակում է փոքր մոդուլյար ռեակտորներ, այսինքն ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր։ Սա Վենսի ուղակի առանց սխալի թարգմանությունն է։ Մի բան, որով առանձնապես աչքի չի ընկնում մեր պետական մարմինների աշխատակազմը, ինչպես Նենսի Փելոսիի ժամանակ թարգմանությունը տապալեցին, այնպես էլ հիմա միտումնավոր սխալ թարգմանեցին Վենսի ասածը։ Դե վաղտես թարգմանությունը այնքան չէր, ինչքան որ միկրոֆոնները չէին աշխատում, դա ասենք տեխնիկական խնդիրներ են մակարդակի վրա, որ նույնիսկ չէր աշխատում։ Հիմա Վենսի այս հայտարարությունը շատ անտեղյակների մեջ տպավորություն է ստեղծել, թե իբր Միացյալ Նահանգները պատրաստվում է միլիարդավոր դոլարների ներդրումներ կատարել Հայաստանում։ Իրականում նախ խոսքը ոչ թե ֆինանսական, այլ տեխնոլոգիական ներդրումների մասին է։ Սա ֆիքսենք։ Սա մեկ, ամերիկյան մոդելով մոդուլային միջուկային ռեակտորի կառուցման պարագայում այդ տեխնոլոգիական ներդրումը կարող է միայն իրականանալ։ Սա մի մոդել է, որը աշխարհում, այդ թվում Միացյալ Նահանգներում դեռևս փորձարկված չէ։ Չի անցել որևէ փորձաքննություն։ Մոդուլյար ատոմակայաններ աշխարհում կան ընդամենը 2-ը փորձնական, այն էլ ոչ Միացյալ Նահանգներում, չի ավարտվել դրանց փորձաշրջանը, այսինքն դրանք էներգետիկ անվտանգության իմաստով բավականաչափ փորձաքննություն չեն անցել եւ կարող են խիստ վտանգավոր լինել ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ այդտեղ ազդակիր համայնքների բնակիչների, այս դեպքում ամբողջ Հայաստանի Հանրապետության համար, քանի որ Հայաստանի Հանրապետության տարածքը շատ ավելի փոքր է։ Միացյալ Նահանգներում դա արգելված է։ Ավելի այս բանը իրենց օրենսդրությունը թույլ չի տալի, որ իրենց երկրում այդ կայարանը կիրառվի այն, ինչը իրենք պատրաստվում են ներդնել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ավելին, երբ ոմանք կարծում են, թե Միացյալ Նահանգները ֆինանսական ներդրումներ կամ ներարկումներ է անելու Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ, իմանան, որ Միացյալ Նահանգները երբեք ուղղակիորեն շահագրգռված չի եղել Հայաստանում ուղղակի ներդրումներ կատարելու։ Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ռիչարդ Միլզը ժամանակին խոսում էր էներգետիկ ոլորտում իբր 8 միլիարդ դոլարի ներդրման հնարավորության մասին Հայաստանում, բայց Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներդրումների մասնաբաժինը երբ նայում ենք, միկրոսկոպիկ է, Էդգար։ Նորանկախ Հայաստանի պատմության 35 տարիների ընթացքում արտաքին ուղղակի ոչ պորտֆելային, ուղղակի ներդրումները գրեթե 15 միլիարդ դոլար են, Միացյալ Նահանգների մասնաբաժինը դրա մեջ 300 միլիոն դոլար է։ Ամենամեծ ներդրումը կարծեմ ամերիկյան, որ կա, դա Որոտան Հեկում է, որի գործադիր տնօրենը գիտես ով է։ Ղարաբաջանի քույրը։ Այդպես մի քիչ մեղմ հնչում է։ Արաբատ Միրզոյանի Քենին։ Ավելի ճոխ է հնչում։ Այս իդեպ փոխպետ քարտուղարի հետ հանդիպմանը հո չէր մասնակցել, որովհետև Ղարաբաջանը մասնակցել։ Ղարաբաջան, բայց երեխեք չկային։ Իսկ Քենին կար։ Չէ, իրանք մենակ ամուսիններով էին։ Ասեք, արտաքին գործերի նախարարը հանդիպում է պետ քարտուղարի տեղակալի հետ, կնոջ ու կինը ոչ թե արարողակարգի իմաստով որ նայելա կնոջ հետ եկես, այլ կինը որպես հայկական ներդրումների աջակցման կենտրոնի ղեկավար։ Այն էլ էկոնոմիկայի նախարարության համակարգի կազմակերպությունը, այսինքն հանդիպմանը ոչ թե մասնակցում է էկոնոմիկայի նախարարը կամ տեղակալը, այլ ընկերության տնօրենը, որը Արարատ Միրզոյանի կինն է։ Բայց նրանք երկու երեխա ունեն, բայց ընդ չէին։ Դες ճիշտ անտանապես։ Նիկոլ ո՞նց անում։ Աներձակ կլինի, աղբոր տղա կլինի, բա պետք է սաղին հավաքես, դա քաղաքական գործն է։ Դրանք մենակ ամուսիններով։ Այդպես նույն ձևի բանը չէ։ Արարատ Միրզոյան ասում է գնացել է Լեհաստան, հանդիպել է այդ ինչ էր դա հիմնադրամի տնօրենի հետ, հետո հիմնադրամի փոխտնօրեն, դրանք էլ են ամուսիններ։ Այսինքն ինքն դե գնացել է մարդու հետ առանձին հանդիպել, կնոջ հետ առանձին ու դա որպես նախարարի պաշտոնական հաղորդագրություն էր, այլ բայց չեք մտածում որ այդ յուղից մարդ կա։ Կարա ասի որ դրանք առանձին նախ մասնավոր հիմնադրամը որը կազմակերպում է այդ միջոցառումը մեն էլ ամուսիններ են։ Լեհական հիմնադրամներից մեկի Պիսմի տնօրենի եւ նրա կնոջ հետ նույնիսկ նվաստս է հանդիպել 10 տարի առաջ, բայց երբեք չի մտածել նրանց հետ լուսանկարվելու, առավելևս դա հրապարակայնացնելու եւ դա որպես աշխարհացում իրադարձություն է, որ հյուրեր ենք ընդունում, մենք էլ արդեն կարանք այդ բանը կիրառենք։ Ես 15 միլիարդ դոլարի
ուղղակի օտարերկրյա ներդրման մասին եւ դրանում ընդամենը $300 միլիոն ամերիկյան փայի մասին իցուր չէ, պատահական չէ, որ խոսեցի։ Սա հերթական անգամ ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ուղղակի եւ կամ նույնիսկ պորտֆելային ներդրումների տեսքով Միացյալ Նահանգները բնավ ոչ հետաքրքրվածություն, ոչ ներկայացվածություն ունի։ Պարզ է, չէ, որ Միացյալ Նահանգների պես գերհզոր պետության համար Հայաստանի նման փոքր ծավալի տնտեսությունը եւ շուկան ինչ հետաքրքրություն կարող է ներկայացնել։ Հիմա հետաքրքրություն չունի, բայց եթե ներդրումներ էլ արվեն, հենց իրենք պիտի անեն, չէ, որովհետեւ ասենք որպես կանոն երկրում մեծ ներդրումներ ովքեր են անում, վերազգային կորպորացիաները, չէ, որոնք ամբողջ աշխարհում են անում, ասենք այնպես չի, որ Միացյալ Նահանգները գայից հատուկ Հայաստանում, ասենք ամերիկյան վերազգային կորպորացիաները աշխարհի տարբեր երկրներում ներդրումներ են անում, բիզնես են զարգացնում, բայց Հայաստանը նրանց հետաքրքրությունների մեջ չկա առհասարակ, իսկ վերազգային կորպորացիաները դրանք արդեն են մակարդակի վրա են, որ հաստատ իրենց գործողությունները պետության հետ սինխրոն են վարում իրենց բիզնես քաղաքականությունը, որովհետև իրենց բիզնեսի հաջողությունը ուղիղ է կախված պետական մարմինների գործունեության, ոնց որ հիմա ասենք այդ IT ոլորտի ընկերությունները, չէ, ասենք Միացյալ Նահանգների փոխնախագահը խոսում է, որ IT ոլորտի ինչ ընկերությունը Հայաստանում գործունեություն կծավալի, վերացական չի խոսում, ուղիղ է, չէ, խոսե։ Հիմա եթե մինչև հիմա դա չի եղել, ուրեմն նշանակում է վստահությունը չկա, իսկ բիզնեսը շատ զգայուն է տենց, ինչի չկա, որովհետև գիտեն միջավայր չկա այս երկրում։ Հիմա եթե գիտեն այդ երկրում բարձրագույն դատական խորհրդի նախագահը պաշտոնից հեռացումը վարչապետից ստացած WhatsApp-ով բերեն ընդ ներդրում անեն, որ հետո դատական վեճ լինի, ումից է տան իրենց փողերը ստանան։ Ես կարծում եմ իրենց անկախության եւ ինքնաբավության մեծագույն երաշխիքը մեր էկոնոմիկայի նախարարի անձն է։ Դա նա ուժեղ է։ Եթե լսում են Գևորգ Պապոյանի ելույթները, հələ ելույթն էլ կլարնետ նվագելը չեն լսել։ Դրանից հետո որ ներդրողը չի շտապի Հայաստան։ Բոլոր օտարերկրյա ներդրողներն են։ Փերկում է դա։ Հիմա այս ամբողջը ասում ենք մեր հերոստատիտողին համոզելու, հասկացնելու եւ բացատրելու, որ այն ինչ ասում է Վենսը, իրականում ոչ թե Հայաստանի, այլ Միացյալ Նահանգների տնտեսության մեջ ուղղակի ներդրման մասին է։ Եվ ինչ է ասում Վենսը, բառացի, ելի առանց սխալի թարգմանություն։ Ասում է. «Մինչև $5 միլիարդ սկզբնական ամերիկյան արտահանում գումարած լրացուցիչ $4 միլիարդ երկարաժամկետ աջակցություն վառելիքի եւ սպասարկման պայմանագրերի միջոցով»։ Սա Վենսի բառացի ասածն է։ Սա ոչ այլ ինչ է, քան հայտարարություն այն մասին, որ այս պահին գործող Մեծամորի ատոմային էլեկտրակայանին փոխարինող հզորություն են իրենք նախատեսում Հայաստանի տարածքում, ավելի փոքր եւ անհամեմատ ավելի թանկ, այսինքն 100-ապատիկ ավելի թանկ հոսանք պիտի արտադրի այդ մոդուլյար փոքր ատոմակայան։ Ավելի քիչ։ Հիմա Միացյալ Նահանգների մտադրությունը Հայաստանի տարածքում այդ փոքր մոդուլյար ատոմային էլեկտրակայան կառուցելն է, դրա կառուցումը արժանանալու է $5 միլիարդ եւ դա տեղի է ունենալու ֆիզիկապես Միացյալ Նահանգների տարածքում, որովհետեւ ենթակառուցվածքները այնտեղ են, այսինքն այսպես թե այնպես դա չի վերաբերում Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական հատվածին, այսպես ասենք, $4 միլիարդն էլ դրա սպասարկման, շահագործման, վառելիքի ընթացիկ ծախսերն են, որը պիտի անեն ոչ թե հայ մասնագետները, որովհետև դրա կարողությունը չունեն։ Այո, այլ ամերիկացիները պիտի անեն։ Հետևաբար այս 5 + $4 միլիարդ միֆը մի հատ ցրենք պարզ հաշվարկով։ 4 միլիարդ սպասարկման եւ միջուկային վառելիքով լիցքավորման ծախսեր, $5 միլիարդ դրա արտադրության, մոնտաժման, Հայաստան տեղափոխման ծախսերն են։ Եվ այս 9 միլիարդը մենք պիտի վճարենք, ընդ որում դեռ հասկանալի չի ոնց, միգուցե վարկ են ներգրավելու մի հերթական անգամ։ Ամբողջ պետական բյուջեն 7 է։ 7 միլիարդ է։ Այս մեր բյուջեից թանկ է։ Այս նախագիծը էլի։ Բացի դրանից, այդ նախագիծը պիտի արվի մի երկրում, որտեղ վարչապետը ասում է, որ իրենք մանկապարտեզ չեն կարողանում վերանորոգեն։ Դպրոցի զուգարան։ Այսինքն ինքը գնում է դպրոց, վերանորոգած, կախիչներն է պոկում շպրտում, ասում է բասկետբոլի վահանակը ստանդարտներին չի համապատա, անձամբ է գնում ստուգում, ասում են չի ես դու անձամբ ստուգում, ասում է որ համոզվեն, որ լավ, ինքնա ճիշտ ասած տենց գիտելիքներ չունի էլի տեխնիկական, որ նես որպես տեխնիկական հսկիչ կարողանա լավ անի, չէ՞, նենց իր պատկերացումներով։ Հիմա այդ երկրում որտեղ դպրոց չեն կարողանում վերանորոգեն, դպրոցի զուգարան, ասենք մի հատ բան կա, չէ՞, կադրեր կա վիդեո, որ կրթության նախարարը մի հատ ծորակ բազմա չեն կամ ջուր փակեն, հետո չի փակվում էլի։ Հիմա սրանք պիտի կառուցեն ատոմակայան։ Կապ չունի, դա մոդուլյար է,
ստացիոնարա, շարժականա, դվիժոկովա։ Երկու ատոմակայան արդեն կառուցել են, այնպես որ մոդուլյար ատոմակայան իսկ ասենք թե ակնհայտ է, չէ, որ դա հաստատ չեն կարելու կառուցել, որովհետև ոչ կառուցողը կա, ոչ փողը, բայց դա ենթադրում է մեծամորի ատոմակայանի փակում։ Հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, որ 2023 թվականի մարտին Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է միջուկային էներգիայի անվտանգության վերաբերող այդպես մի համաժողովի Բրյուսելում, որին ներկա են եղել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար եւ Ադրբեջանի արտգործնախարարը, երկուսն էլ առայժմ չունեն ատոմակայան, Թուրքիան նոր է սարքում ռուսների հետ, այլ ոչ թե ամերիկացիների հետ, է ստացիոնար է սարքում, այլ ոչ թե այս փորձնականից։ Իրենք գնացել էին այնտեղ, երկուսն էլ իրանց ելույթում խոսել են հայկական ատոմակայանի, գործող ատոմակայանի վտանգների եւ դա փակելու անհրաժեշտության մասին։ Նորից հերթական անգամ հիշեցնենք մեր հեռուստադիտողին։ Ավելորդ չէ անընդհատ դրա մասին խոսելը, այն, որ գիտական շրջանակների, ֆիզիկոսների, միջուկային ֆիզիկայի մասնագետների կողմից մոդուլյար ատոմային ռեակտորների արդյունավետությունը եւ անվտանգությունը հիմնավորված եւ ապացուցված չեն։ Աշխարհում այս կայաներից կա ընդամենը 2-ը, աշխարհի երկրների մեծ մասը հրաժարվում է այս մոդելի մոդուլյար ատոմակայաններ իր տարածքում տեղակայելուց, Միացյալ Նահանգները դրա վառ օրինակը, եւ ցավոք սրտի Միացյալ Նահանգների թեթև ձեռամբ եւ այս վարչախմբի ակտիվ հանցակցությամբ եւ մեղսակցությամբ Հայաստանը եւ 3 միլիոն հայ բնակչությունը վերածվելու է փորձադաշտի, այդպես էլ չապացուցված եւ գիտականորեն չհիմնավորված մի մոդելի կիրառման արդյունքում։ Նույնիսկ այն երկու մոդուլյար ատոմակայանները, որ այսօր գործում են աշխարհում, իրենց փորձաշրջանը, կրկնում եմ, չեն ավարտել ամբողջությամբ, այսինքն դեռևս չկան բավարար գիտական տվյալներ ասելու, որ դրանք նախ էներգոարդյունավետ են, մեկ եւ երկրորդ անվտանգ են։ Իրականում սրանք ոչ էներգոարդյունավետ են, այսինքն այնպես չէ, որ ավելի արդյունավետ են գործելու, քան գործող մեծամորի ատոմային էլեկտրակայանները կամ մեր էներգետիկ համակարգի մյուս բաղկացուցիչ մասերը, ասենք հիդրոէլեկտրակայանները եւ ջերմաէլեկտրակայանները, եւ ի վերջո ամենակարևորը ֆիզիկական միջուկային անվտանգությունը։ Մագատեն դեռ եզրակացություն չի տվել այս մոդուլյար ատոմակայանների անվտանգության հետ կապված։ Մի ոլորտի մասին, որի շահագործումը էապես պայմանավորված է կադրային գործոնի հետ։ Այսինքն դա սովորական ձեռնարկություն չի, եւ այդ կազմակերպությունը կարող է ֆունկցիոնալ գործել համապատասխան էներգետիկ ճարտարագետների, ինժեներների մասնակցությամբ, որոնք պետք է ունենան բավարար գիտելիքներ այդ ոլորտի այդ տիպի։ Մեր ունեցած ինժեներները, որոնք մեծ թիվ չեն կազմում, որովհետև ուրեմն խորհրդային միության փլուզումից հետո մեծ մասին հենց նույն Միացյալ Նահանգները, Կանադան եւ այլն հրավիրել են իրանց մոտ։ Շատ քիչ թվով մասնագետներ են մնացել, որոնք այդ տիպի կայաններին չեն կարա սպա։ Հիմա Հայաստանում էլ շատ քիչ մարդիկ կան, շատ քիչ, որ ցանկացած գործ կարան անեն։ Մեկը ասենք Ռոմանոսն է Պետրոսյան, մեկը Արսենն է Թորոսյան, որ ինչ, դաս հիմա ասենք թե Ռոմանոս Պետրոսյանը, Արգիշտի Քյարամյանը, այ հիմա ասենք թե օրինակ Նիկոլ Փաշինյան ասի Արգիշտի Քյարամյան, արի գնա դարձի ատոմային ինժեներ, հատկապես որ դրա նախադեպը կա, Էդուարդ Մարտիրոսյան կար։ ԱԱՑ պետից գնաց մեծամորի ատոմակայանի ինչ վատ է։ Հիմա կեթա Ամերիկա կարելի է օրենք հնարել ԱԱՑ-ի բոլոր նախկին տնօրենները որևէ միջուկային օբյեկտի կառավարիչ հոգնած չեն, եթե օրինակ այն Աբազյանը, այդ պատճառով Աբազյանը դուրս կմնա։ Այնա հոգնած է, ոչ միտեղ այսքանը ժամանակ անցել է չի հանգստանում, այնպես մնաց է հոգնած։ Չնայած ոնց որ նշանակելու պահից արդեն հոգնած էր։ Տենց է, իր դեմքի որ նայում ես, դեռ ընդդիմադիր չի դարձել, Արթուր Դավթյանի պես դեռ ընդդիմադիր չի դարձել։ Չէ, հələ սպասում է որ հայ կարողա այս մեկը նշանակեն ամերիկյան ատոմակայանի։ Այսինքն եթե դու մասնագիտական ունակություններն չունես դա սպասարկում իրա, բարձր ասա վերացական օդի մեջ խոսակցություն, հա, խափխփելով փակելու են մեր գործող ատոմակայանը, իսկ եթե ատոմակայանը փակվեց, մեր հիմնական էներգիայի արտադրության աղբյուրը մնում է գազը, այսինքն ջերմաէլեկտրակայանները, դե որովհետև հիդրոէներգետիկան կամ արևային կայանները դրանք ասենք մեր հեռախոսները չեն կարող լիցքավորենք էլ դրանց արտադրած էներգիայով։
Մնում է էդ էլ հեսա ռուսներից ուզում են վերցնել տան ադրբեջանցիներին։ Քո ասածը հիմնավորող կարևորագույն ինքնաբացահայտումը այն է, որ Փաշինյանը մի քանի անգամ արդեն հայտարարել է, թե Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի էներգետիկ համակարգերը պետք է միասնականացվեն։ Եվրոպական միությունն էլ ասել է պատրաստ ենք փող տանք։ Մինչև $500 միլիոն, մինչև $500 միլիոն, այդ ամբողջը արվելու է նախընտրական շրջափուլում։ Որևէ մեկը կամ շատ քչերն են պատկերացնում, թե իրականում ինչ է այդ $5.4 միլիարդ եւ ինչ է այդ $500 միլիոն։ Բեր երկու տեսական հնարավորություն քննարկենք, հատկապես Վենսի խոստացած $5.4 միլիարդ։ Առաջինը վարկի ներգրավումն է։ Պատկերացրու, թե ինչ տոկոսադրույքով, այսինքն սպասարկման ինչ անտանելի պայմաններով պիտի այդ վարկերը ներգրավեն, որ նույնիսկ մեր թորները չկարողանան փակել Հայաստանի գործող պետբյուջեի ծախսային մասից ավելի մեծ այդ պարտքային բեռը, սա մեկ, որտեղ որևէ մեկը չի սարքի, բարձա չէ, նման մոդուլային ատոմակային, եթե վարկ չլինի։ Եվ երկրորդ, դա արդեն ներդրումներն են ամերիկյան ընկերությունների միջոցով։ Բայց այդ դեպքում էլ արդեն դա, կրկնում եմ, ուղղակի ներդրում է ոչ թե հայաստանյան, այլ ամերիկյան տնտեսության մեջ։ Իսկ այն տպավորությունը այն է, որ Վենսը այս հայտարարությունը անում է ավելի շատ մի կողմից ամերիկացիների համար իր պետության տնտեսությունը զարգացնելու, մեկ այլ պետության հաշվին փորձադաշտ դառնալու հնարավորություն բացելու, ասենք, ամերիկացի միջուկային ֆիզիկոսների համար սա մեկ, եւ երկրորդ չի էլ թաքցնում իր քաղաքական հավատարմությունը եւ աջակցությունն է հայտնում գործող վարչախմբին, ասելով հետեւյալը. շատ լավ գիտեմ, որ ձեզ մոտ շուտով խորհրդարանական ընտրություններ են, մենք աջակցում ենք Փաշինյանի վարչակազմին, նա ունակ է, այ դրա վրա ապշած եմ, նա ունակ է երկարաժամկետ հարաբերություններ ստեղծելու։ Այդ ում հետ է երկարաժամկետ հարաբերություն ստեղծել։ Մի տարի այնջ դու փոխնախագահ ես, Թրամփն էլ նախագահ է, Թրամփը մի ժամկետ էլ եղել նախագահ, բայց դու մի տարի այնջ փոխնախագահ ես։ Այդ ինչ երկարաժամկետի մասին է խոսքը։ Դավիթ ջան, Վենսը փոխնախագահն է մի նախագահի, որի անունն է Թրամփ։ Մաքուր, չոր հաշվարկով, որ նա ոչ թե Հայաստանի կամ Ադրբեջանի, չէ, այլ Եվրոպական միության անդամ երկրների միացյալ թագավորության հետ հարաբերությունները կառուցում է ոչ թե երկարաժամկետի, աշխարհակահաղականի, այլ չոր հաշվարկի վրա։ Մի քանի ամիս է, չէ, որ նա մի տարի է լրացել, որ նա նախագահ է։ Եկել է նստել է Ուկրաինան, ասում է լարիկիքս թե։ Այս 350 միլիարդ ասում է, որ ձեզ Բայդենը տվել է։ Այս սրա փողնով է տալու։ Նույնպես գիտես, մենք պատերազմում ենք հանուն արևմուտքի, մեր հեքիաթները կետած տունը կպատմես։ 350 միլիարդի քեզ փող են տվել։ Իմ փողը ով է ինձ հետ տալու։ Փեսուն ուղարկել է։ Գնացել են Սիրուն նստել են, ցուցակ կազմել են, Ուկրաինայի սաղ հանքերը վերցրել է։ Հիմա էլ ասում են, լսի, հանքերը տվիր հասկացանք։ Պետք է խաղաղություն լինի, որ ես դա շահագործեմ։ Եթե այդ հանքերը թղթով տվել ես ինձ, ռուսները գրավելով գան, իմ ձեռից առնել, արդեն իմ էլ ազնեն տանում։ Դադարեցրեք այդ բա։ Այսինքն նրա ամբողջ որոշումները կայացվում են մաքուր բիզնեսի վրա, բիզնեսի գլխին էլ իրե փես են։ Նույն բանը Հայաստանի հետ բանակցողը Ռուսաստանի հետ Քուշներն է, իրա փես է նա։ Նույն բանը Հայաստանի հետ կապված չեն արել։ Այդ TRIP-ի պայմանագիրը, որին մենք մի առանձին ամբողջական հաղորդում նվիրեցինք, այդ 74 եւ 26%-ների մասնաբաժինը։ Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանությունը առայն, որ ֆրոնտ օֆիսում որևէ մեկը չի լինելու, այսինքն իրականացվելու է Ալիևի պահանջը։ Մենք կարող ենք մի սահմաններ արհեստական բանականություն։ Արա եկեք գնացեք անտեր երկիրը էլի, հա։ Ֆրոնտ օֆիսում որևէ հայ չի լինելու, որևէ մարդ չի լինելու, արհեստական բանականությունը կստուգի։ Եվ ի վերջո Փաշինյանի ինքնախոստովանությունը Արարատ Միրզոյանի ստորագրած փաստաթղթի մասին առայն, որ Միացյալ Նահանգները փաստորեն մեր ընդերքի կառավարմանն էլ է մասնակցել։ Հիմա աշխարհին Հայաստանի Հանրապետությունը հետաքրքրական չէ առանց Սյունիքի ընդերքի։ Ժամանակին աշխարհին հետաքրքիր էր Արցախով, Արցախը հիմա արդեն չկա, հիմա մնացել է վերջին հաղթաթուղթը։ Վենսի այս այցը, ապա եւ Բաքու նրա այցը եւ Բաքվում Ալիևի կողքին կանգնած հետեւյալ շատ խոցող տեքստը ասել է. ես առաջին պաշտոնյան եմ, որը TRIP-ի վրայով օթային ճանապարհով Հայաստանից եկավ Ադրբեջան, այսինքն ինքը արդեն օթային միջանցքել է բացել այդտեղ։ Գալիս են ապացուցելու, որ Միացյալ Նահանգների հավաքական արևմուտքի երկարաժամկետ միակ շահը Հայաստանի Հանրապետությունից նախ այս տարածաշրջանում իրենց հակառակորդ պետությունների ազդեցությունը նվազեցնելը կամ վերջնարդյունքում զրոյացնելն է, Ռուսաստան, Իրան եւ Չինաստան, ապա եւ
ընդերքի անխնա շահագործում, այսինքն Հայաստանը վերածում ես անդեմ մի պետության հունքային կցորդի, որը չունի ազգային նկարագիր ունեցող հասարակություն, որտեղ չկա պետականությանը բնորոշ որևէ ատրիբուտ, որը ինչպես ժամանակին Թուրքիայի Մեջլիսի падգամավորներից մեկը ցավոք դիպուկ ձևակերպել էր որպես թուրքական բեռնատարների կայանատեղի, ահա այսպիսի մի տարածքի ես վերածում Հայաստանը եւ ունենում ես նման թշնամի խամաճիկային մի իշխանություն, որը շարունակաբար կասի, թե Թուրքիայի հետ առևտուր անելը լավ է, առանց հաշիվ տալու, որ Թուրքիայի եւ Իրանի հետ մեր առևտրաշրջանառությունների ծավալները հետքար նույնն են։ Այսինքն Հայաստանը Թուրքիայի հետ անուղղակիորեն միջնորդավորված 90-ականներից սկսած անում է ճիշտ այնքան առևտուր տարեկան, որքան անում է Իրանի հետ։ Ապրանք ներկրում է Թուրքիայից ճիշտ այնքան, որքան Իրանից։ Հիմա հարց, այդ հսկայական ավելի քան 90 միլիոն բնակչություն ունեցող եւ անհամեմատ ավելի մեծ արտահանման հնարավորություններ ունեցող, անհամեմատ ավելի մեծ շուկաներ ունեցող Թուրքիայում դու այդ ինչ պիտի վաճառես։ Դու այդ ինչ փոխադարձ օգուտներից ես խոսում։ Դու ինքդ ես խոստովանել, որ թրիփը միայն Հայաստանի տարածքում է գործում։ Դու ես խոստովանել։ Երբ հանրային հեռուստաընկերության լրագրողը քեզ հարց է տալիս Ադրբեջանում դրա սխեմայի հետ կապված, դու ասում ես, որ թրիփը բացառապես Հայաստանի Հանրապետությանը վերաբերող Չի հասկանում, որ իր պատասխանը հուշում է հետեւյալը. Ադրբեջանը ինքնիշխան սուվերեն պետություն է, ինք իր օրենսդրությամբ, իր ճանապարհներով երթևեկություն է կատարել։ Այդ մենք ենք, որ ինքնիշխանությունը բաժանել ենք, տվել ենք օտար երկրների։ Բայց 10 անգամ գրել ենք թղթի մեջ։ Ընդ որում Դավիթ ջան, այդ ասածդ ինչի է 100%-անոց ճշմարտություն, որովհետև հեսա գալու են հասնել Սյունիքում էլ ինչն է, պղեզնում մոլիբդեն, Զանգեզուրի կոմբինատ։ Ու գրած արդեն թղթերի մեջ հանքերի մասին։ Ասում է, որ թրիփը մենակ երկաթուղին չէ, որովհետև այս պահին մենակ երկաթուղու հարցն է քննարկվում Մեղրու տարածքում, չէ։ Թրիփը նաև ասում է ավտոմոբիլային ճանապարհ։ Հիմա այդ ավտոմոբիլային ճանապարհը խո նոր չեն կառուցելու։ Եղած ավտոմոբիլային ճանապարհը պիտի օգտագործվի, չէ՞։ Ով օգտագործի։ Թրիփ ընկերությունը 76-24, այսինքն Հակարի կամրջի 74-26։ Հիմա Հակարի կամրջից ադրբեջանական բեռնատարը Հայաստանի սահմանը հատելու ու back office, front office նույն ռեժիմներով, նույն թրիփ ընկերությանը ճանապարհային վճար վճարելով, գալու է Հայաստանի տարածքով, դա Սիսյանով, Անգեղակոթով, դա Նախճեվան, չէ՞։ Մաքսատուրք չի վճարելու Հայաստանի, որովհետև հիմիկվա մաքսային օրենսգրքում դա կոչվում է ժամանակավոր ներմուծում արտահանման ռեժիմով։ Էդի հարկերից ազատ, այսինքն դու ընդամենը մի քանի ժամ ապրանքը չի բեռն, պլոմբը չեն բացում տամոժնիայի։ Մի հատ ընդ ամերիկացին պլոմբը խփելու է, մյուս ամերիկացին ընդ իր պլոմբը պոգի էնի գնաց Այդ ամերիկացին լավագույն դեպքում, որովհետև վաճառքի իրավունք էլ է սահմանված Արարատ Միրզոյանի ստորագրած փաստաթղթում։ Եվ չի բացառվում ու Փաշինյանը ինքը արդեն չի բացառել, որ թրիփ ընկերության այդ կոնցեսիոն կառավարումը կարող է հանձնվել երրորդ պետության որևէ մասնավոր ընկերության։ Բաժնետոմսը ամբողջությամբ կարող է վերցնել։ Ամերիկյան կողմն ասենք թե ասում է ես իմ բաժնետոմսը նպատակահարմար չեմ համարում արդեն։ Այո, ջան 74-ը 51-ը պահում եմ ինձ, այն մնացած մասն էլ տալիս եմ ադրբեջանական ընկերությանը։ Հիմա ՍՊ-ը, ՍՊ-ին ոնց ասում է, պիտի MUS բաժնետորիոջը հարցնես, ինքը ունի նախապատվության իրավունք գնելու։ Չէ, ասում է, ես իմ փայը ծախում եմ, իմ 74%-ից 23%-ը ծախում եմ։ Առնում ես Հայաստան։ Ընդ որում գին ինքն է որոշում, սեփականատերն ինքն է բաժնետում։ Ասում է, ես դա ծախում եմ 5 միլիարդ դոլարով։ Առնում ես, ասում է, չէ։ Դա ասում է, դու չես առնում, Սոկարը առնում է։ Տալու է Սոկարին։ Ու չել բացառում ասեմ քեզ, որ այդ ժամանակ Հայաստանացի դե որ տենց է, ես իմ 26-ն եմ ծախում Սոկարին։ Փաստացի արդեն այդպես էլ արել է։ Ակնհայտ չէ, որ իրանք են վերահսկում։ Թրիփ կորպորացիայի հետ կապված որևէ որոշում Փաշինյանը չի կարող ընդունել։ Ինչ հնարավոր էր այդ որոշումները ամբողջապես ընդունել է եւ պատվիրակել է թշնամիներին։ Մի բան էլ հիշեցնենք, այդ կարևոր է, որ այդ Արարատ Միրզոյանի Ռոբիոյի կնքած պայմանագիրը, որը որ գրած է, դա ոչ թե ես ենթադրում, գրած է։ Այս պայմանագիրը չի հանդիսանում վավերացման ենթակա միջազգային պայմանագիր։ Կողմերը պետությունները իրար նկատմամբ պարտավորություն չունեն։ Այսինքն, սա նախ ադմինիստրացիան փոխվեց, սա Միացյալ Նահանգների պարլամենտը չի վավերացնելու։ Ադմինիստրացիան փոխվեց, եկավ նոր նախագահ, ասել է ես ընդ այդ կապված հետաքրություններ չունեմ, ես դուրս եմ գալի։ Ոչ կարաս ասես, չէ, ձեր երկիրը պարտավորություններ ունի, այդպես դուրս եմ գալի։ Նավի իմ բաժնե մասը նվիրում եմ թուրքական ընկերությանը կամ ադրբեջանական։ Տերն եմ ես տենց եմ որոշել։ Ինչ պիտի ասես դու դրան։ Ոչ մի երաշխիք չկա, որ դեմն առնես այդ կարգի զարգացումների։ Օդ
Ինքնիշխանության մասին Փաշինյանի պատկերացումները իր վերջին հարցազրույցի հանգույն գալիս հանգում են հետևյալ մտքին. Միացյալ Նահանգները, որը աշխարհի գերհզոր պետությունն է, առնվազն 99 տարով երաշխավորում է, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն կշարունակի մնալ քարտեզի վրա։ Սա պետության առաջնորդի հայտարարություն է, այսինքն բարձր մակարդակի ողորմածություն աշխարհի գերհզոր պետության փոխնախագահին, որ առաջիկա 99 տարով Հայաստանի Հանրապետություն անվամբ պետությունը շարունակելու է մնալ աշխարհի քաղաքական քարտեզին։ Ամեն անգամ, երբ Փաշինյանը խոսում է ինքնիշխանության, Հայաստանը իբր ծայրագավառից աշխարհի կենտրոն դարձնելու մասին ըստ ՔՊԱ-կան падգամավորների գրառումների, պետք է հիշել ընդամենը 3 դրվագ։ 3-ն էլ շատ նկարագրական պատկերացում են տալիս Հայաստանի իրական ինքնիշխանության, սահմանների անխախտելիության եւ տարածքային ամբողջականության մասին։ Առաջինը սոտքի չգործող հանքն է։ Ուղիղ 3 տարի շարունակ սոտքի հանքը չի գործում, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, ապա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մեջ ամբողջապես ներառված սոտքի հանքը չի գործում, բացառապես ադրբեջանական քմահաճույքից ելնելով։ Երասխի մետաղագործական գործարանի տեղակայման վայրը ադրբեջանցիների կամոք տեղափոխվեց կապիտալով, ամերիկյան դրոշով։ Տեղափոխվեց թիկունք, որովհետև ադրբեջանցիները չէին ուզում տեսնել սահմանի հարևանությամբ գործող նոր կառուցվող որևէ արդյունաբերական ընկերություն եւ Կապանի օդանավակայանը, որից ընդամենը 50 մետր հեռավորությամբ Կապանի անմիջապես մուտքի մոտ շարունակում է ծածանվել ադրբեջանական դրոշը, ադրբեջանական դիրքերը մխրճված են մեր դիրքերի միջև, իշխանասարում ադրբեջանցիները ունեն դիրքեր, որտեղ վերահսկում են հայ զինծառայողների ելումուտը եւ մեր զինծառայողներին դիրքեր թույլ են տալիս բարձրանալ բացառապես նրանց զննելուց, այդ թվում նրանց անհատական սպառազինությունը, ասենք նույնիսկ ինքնաձիգերի պահատուփերը զննելուց հետո, եւ Աստված մի արասցե, եթե մարտական գործողություններ սկսվեն, մեր զինծառայողները այնտեղ անմիջապես գերեվարվելու են, որովհետեւ իրենք մեկուսացման մեջ են հայտնվելու եւ չեն կարողանալու ճեղքել շրջափակումը։ Այս 3 դրվագը, իսկ իրականում հարյուրավոր այլ դրվագներ, կարելի է հիշեցնել վերահաստատելու Փաշինյանական կեղծ ինքնիշխանությունը։ Իսկ այն բոլոր անձինք, ովքեր այս բոլոր աղետների մեղավոր եւ պատասխանատու լինելով, ժամանակին հանցակից լինելով, այսօր որոշել են ընդդիմադիրի դիմակ հագնել, հիշեցնենք, որ մեր հիշողությունը հավի հիշողությունից տարբերվում է, ու շատ ցանկալի կլիներ, որ մեր ժողովրդի մեծամասնությունն էլ մի քիչ ավելի երկարաժամկետ հիշողություն բանեցներ, օրինակ Վաղարշակ Հարությունյանի պես անձին, որպես ընդդիմադիր չդիրքավորելու, որովհետև Կապանի գլխին այսօր ծածանվող ադրբեջանական դրոշի երկրորդ մեղավորը Փաշինյանից հետո Վաղարշակ Հարությունյանն է 2020 թվականի դեկտեմբերի 18-ի գաղտնի որոշմամբ։ Վաղարշակ Հարությունյանը լավ իմանա, Սամվել Բաբայանը, նույնիսկ Արշակ Կարապետյանը, որ հիմա Ռուսաստանում է, նրանց պես անձինք լավ իմանան, որ հետ պատերազմյան փուլում Փաշինյանին արչի ծառայություն մատուցելով, ապա եւ իրենց կողմից մերժվելով, այո, նայել է, չէ՞ հիմա անդիմադիր։ Ապա եւ իրենց կողմից մերժվելով, լավ իմանան, որ անդիմադիրի դիմակ հակնելը իրանց հիմա չի փրկելու։ Այո, որովհետեւ իրանք են այդ որոշումները կայացրել ու կայացրել են Նիկոլ Փաշինյանի հետ միասին։ Ու հələ Դավիթ ջան, գանք նաեւ էս անօթաչու թռչող սարքերին, էլի։ Ուրեմն ես դե մենք ռազմական փորձագետ չենք կարա դրա պարամետրերը խարակտերիստիկա, բայց հրաշալի տեսք ունի։ Հա, դե հայկական անունը շատ տիպիկ է։ Հայկական անվանումը շատ լավն է։ Դե հիմա պետական վերահսկողական ծառայության, այո, թևերը բացած։ Թրիչքի պատրաստ։ Ուրեմն պարզվում է, որ այս Ամերիկյան մասնավոր ընկերությունը արտադրողը Միացյալ Նահանգների սպառազինություններում սա չկա։ Այսինքն իրենց բանակը սա չի առնում, որ Միացյալ Նահանգների բանակ չէ, ես կայական ռազմական ասենք դες բաները 11 միլիոնի ինչ-որ դրոն առնել, դա իրանց համար զդաչիով պիտի առնեն, էլի։ Իրանք իրենց սպառազինությունների մեջ չեն վերցրել։ Կիրառվել է Ուկրաինայում եւ առել են մի քանի եվրոպական երկիր։ Ու ինքն էլ իր բնույթով հետախուզակ, այսինքն ինքը մարտական չի, ինքը չի կարա ռմբակոծի, ինքը չի կարա թիրախոցի, միայն պիտի հետախուզություն իրականացնի։ Հիմա հարց 11 միլիոն, եթե նախ 11 միլիոն դոլարը տվել են, սա առել են, չէ՞։ Փող, այսինքն Միացյալ Նահանգները ապրանք է վաճառել։ Մի ապրանք, որ ինքը չի առնում։
Հիմա լավ բերել են։ Հիմա սա ենթադրենք Վահագ Խաչատուրյանի աշխատասենյակում, հա, այս բանը իրան է հետազոտում։ Ենթադրենք տարան դուրս թռավ, ուր պիտի գնա։ Այսինքն որ երկրի տարածքում սա պիտի հետախուզություն անի։ Կարաս ինձ ասեք, ես ուզում եմ մի հատ դեմքով ճանաչեմ այն հայ գեներալին, ՊՆ-ի խորհրդակցությանը մասնակցող Նիկոլ Փաշինյանի Գլուխը տնտմբացնող, այո։ Որը պիտի հրաման տա, որ այս Ռոմանոսը թռնի դեպի Ադրբեջանի ուղղությամբ ընդ իրականացնի հետախուզություն։ Մատ ուզում եմ դրա այդ որոշում կայացնելու պահը պատկերա, ասեք տուրնիկից իշնի 400,000 ավել փողը աշխատավարձը ստացած, ասի հրամայում եմ Ռոմանոսին ուղարկել Ադրբեջան, այդպես բաննա, այդպես որոշում կայացնի։ 2 տարի առաջ Վայոց ձորի տարածքից մի հատ հետախուզական դրոն հանինոտ։ Ադրբեջանցիները խորը թիկունքում խոցեցին են մեքենան, որից այդ դրոնը արձակվել էր։ Հեկտարներով հրդե էր Վայոց ձորում, հələ մի փրկարել մահացավ փոխգնդապետ։ Փրկարարական ծառայության տնօրենի տեղակալն էր։ Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ էր, երիտասարդ։ Այդ հրդեհի ժամանակ մեր երկրի տարա ու ոչ մի արձագանք։ Հիմա դու պատկերացնում ես սրանք դրոն թռցնեն Ադրբեջանի վրա։ Չէ, ես պատկերացնում եմ, որ սրանք դրոն թռցնելու են Իրանի վրա։ Դե պատկերացնում Միացյալ Նահանգները պետք է Ադրբեջանի հետ հաջորդ օրը ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր կնքի։ Անհամեմատ ավելի խոշոր քանակի սպառազինություն մատակարարի նրանց։ Բոլորը հարցակողական կամ ինչպես Եվրամիությունը կասեր մահաբեր զինատեսակներ։ Դրա նախորդ օրը Հայաստանը պիտի խորհրդանշական ոչ մահաբեր զենք վաճառի նույն Ադրբեջանի տարածքը հետազոտելու համար։ Պարզա որ սա ասելու են, քանի որ սա ամերիկյան է, թրիփի հետ նույն օրն է, սա թրիփի անվտանգություն, այսինքն Իրանի Հայաստանի սահմանով անցնելու է երկաթգիծը։ Սրանք կթռնեն, որ ճանապարհը վերահսկեն։ Թրիփի անվտանգությունը ապավենի, դեպի թրիփը ասում է թրիփը ՍՊ է, որը իր հերթին կարա ստեղծի, ինքը արդեն կարա ստեղծի իրեն ենթակա այլ կազմակերպություններ, այդ թվում հատուկ նշանակության կազմակերպություններ, այսինքն ոչ քաղաքացիական բնույթի։ Հիմա էսի կանեն Հայաստանի տարածքով կթռցնեն ամբողջ ինֆորմացիան Իրանի տարածքի նայելու, ելեսկի չեն ասի հայկական կողմ դա փոխանցեք մեզ, արդեն սա չիպեր մեջ դրած, ուղիղ այդ ինֆորմացիան ամերիկյան օֆիցերը իր Պենտագոնից նստած թվերը կլսվի իր կոմպյուտերի մեջ այդ ամբողջ պատկերների ինֆորմացիան։ Հիմա ասեք թե այսքանը մենք դա ոչ թե ճշգրտած ստույգ տեղեկություն ենք ասում, այլ պարզ մարդկային գիտակից մարդու տրամաբանություն, չէ՞։ Հիմա եթե ես ու դու այդ տրամաբանությունից ունենք ու ակնհայտավոր ունենք Իրանի ռազմական հետախուզության ծառայության 2 փոխգնդապետները չունեն, դրանք ավելի շատ ունեն, որովհետև իրանք այդ իրանց գործն է։ Դրա համար Իրանի արտգործնախարարը Բայց ինքը կներես այդ փոխգնդապետը հիմա մենք ստեղ խոսում ենք, այն զեկուցագիր է, չէ՞ գրում իր ծառայության պետին, որ ընդեղ էս գործարքը, էս կարգի սպառ, այդ ծառայության պետը տանում է հասնում է մինչև երկրի ղեկավար, դառնում է դիրքորոշում, չէ՞։ Դրա համար Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Արարատ Միրզոյանին չի զանգում։ Նույնիսկ Վահան Կոստանյանին չի զանգում, գոնե նրան զանգեր։ Բայց զանգում է պարբերաբար զանգում է Ջեյհուն Բայրամովին, զանգում է Հական Ֆիդանին, զանգում է Սերգեյ Լավրովին։ Հայաստան իրենց համար չկա, որովհետև իրենք եւ ոչ միայն իրենք ցավոք սրտի շատ լավ պատկերացնում են, որ տարածաշրջանային այս խճանկարում Հայաստանի Հանրապետությունում այս վարչախմբի կողմից որևէ որոշում չի կայացվում։ Այդ որոշումներ կայացնելու իրավասությունը եւ հանձնառությունը տրված է օտարների, հիմնականում թշնամիների, միգուցե նաեւ ոչ բարեկամների։ Եվ այստեղ պետք չէ մոլորության մեջ ընկնել եւ տարբեր աշխարհակաղակական կենտրոնների մեղադրել մեր նկատմամբ դավաճանություն իրագործելու մեջ։ Ոչ Միացյալ Նահանգներն է Հայաստանին դավաճանել, ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը, ոչ էլ որևէ այլ երկիր։ Իրանի դեպքում ես կարծում եմ ճիշտ հակառակն է պետք ասել։ Իրանից Զանգեզուրի միջանցքի բացման անթույլատրելիության մասին, օրինակ, շատ ավելի վճռական, կտրուկ եւ հատու հայտարարություններ էին հնչում եւ շարունակում են հնչել, քան նույնիսկ այս վարչախմբի կողմից։ Բայց եթե դու քո պետական ազգային շահերը կապոցով հանձնել ես թշնամիների, ոչ բարեկամների, հակառակորդների եւ նույնիսկ բարեկամաբար տրամադրված երկրների, ապա ով պիտի քո փոխարեն որոշում ընդունի։ Հիմա ես վստահ եմ, որ Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետությունը կործանելու նպատակ չունի։
Չունեն նրանք այդպիսի նպատակ, բայց Միացյալ Նահանգները այլ նպատակներ ունեն, որոնք գրեթե ամբողջապես համընկնում են տարածաշրջանում մեր հակառակորդների եւ թշնամիների նպատակների հետ։ Թրիփը, որը այդքան գովերքում է այս վարչախումբը, Հայաստանի Հանրապետությանը որևէ առևտրատնտեսական օգուտ չի բերելու, բայց փոխարենը, ինչպես Փաշինյանը 2 օր առաջ կառավարական ժամի շրջանակում խոստովանեց խորհրդարանում հարցոպատասխանի ժամանակ, Թուրքիան եւ Ադրբեջանը կապող ամենակարճ ուղին է։ Այսինքն Փաշինյանը նույնիսկ չի էլ փորձում ձևացնել, թե թրիփը բացվել է Հայաստանին տնտեսական որևէ օգուտ բերելու կամ ապաշրջափակման համար։ Ընդհանրապես խոստովանում է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կապվելու ավելի հարմար տարբերակ չունեն, քան Հայաստանի Հանրապետության տարածքով, ընդ որում առանց մաքսային ռեժիմի կապվելը, առանց որևէ մաքսային կամ սահմանային ստուգման կապվելը։ Փաշինյանը դա ընդունում է։ Եվ քանի որ սա նաեւ Միացյալ Նահանգների երկարաժամկետ ռազմավարական նպատակից է բխում, այստեղ բնականաբար որևէ մեկը հակազդեցություն չպետք է ունենար, նույնիսկ Ռուսաստանը, որ մենք տրամաբանորեն ենթադրում ենք, որ պիտի ակնհայտ հակազդեցություն ունենա, մենք տեսնում ենք, որ փոխարտգործնախարար Գալուզինի կամ արտգործնախարարության խոսնակ Զախարովայի շուրթերով հնչում է մի միտք, Օվերչուկը նույնիսկ վերջերս ասաց, որ Ռուսաստանը դիտարկում է պատրաստակամությունը մասնակցելու թրիփին։ Հիմա հիշենք, թե ինչպես նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը հայկական կողմը ասում է բացառված բան է, հայկական կողմը որտեղ ինքը չի որոշում, որտեղ հայկական կողմին Վենսն է ասել կամ Թրամփն է ասել, որ դա բացառվում է նախագիծը ոչ մեկ ընդդե չի կարող։ Հիմա հիշենք, թե ինչպես նոյեմբերի 9-ի Երակոմ հայտարարությունը, որը հələ հակառակը կներես, մեկին կներես հարցազրույցը որ տվեց մեկին, ասում է երկաթուղին պիտի հետ վերցնենք։ Նիկոլ Փաշինյանի ասածների հիմնական թիրախներից մեկի հարցազրույցի, որ հայկական երկաթուղին կոնցեսիան պետք է հարավկովկասյան երկաթուղուց վերցնել։ Եվ դա առաջին անգամ չի ասում, մի քանի անգամ է որ ասել է։ Մեծամորի ատոմային էլեկտրակայանը եւ հարավկովկասյան երկաթուղի կոնցեսիայի կառավարմանը հանձնվածը, այո, երկուսն էլ պետք է նախ խլվեն ռուսական կապիտալից, ապա եւ ամբողջապես չեզոքացվեն։ Հիմա հեցի լիցենզիայից զրկվելու 3 ամիսը շուտով լրանում է։ Փաշինյանը արդեն իսկ ընդունել է, որ պետությունը այն կառավարելու ռեսուրս, հնարավորություն եւ կարողություն չունի, հետեւաբար շատ գրուպն էլ ասել է, որ իրան կառավարությանը չեն բանակցելու վաճառքի հարցում, այսինքն խլվելու է իրանից։ Հետեւաբար շատ մեծ խելք պետք չէ ունենալ հասկանալու, թե մոտավորապես ովքեր կամ որ պետության ընկերությունները կհավակնեն տիրանալու Հայաստանի էլեկտրական ցանցերի բաժնետոմսերի կանոնադրական կապիտալին, բայց այդ դեպքում չզարմանան մեր միլիոնավոր համերկրացիները, երբ հանկարծ ու հայտնաբերեն, որ իրենք շատ ավելի թանկ են վճարելու հոսանքի դիմաց։ Իսկ եթե այս չարաղետ մոդուլյար ատոմային էլեկտրակայանը կառուցվի Հայաստանի տարածքում, ինչում ես խիստ կասկածում եմ, որովհետև նման ծավալի դրամական միջոցների ներգրավումը այս փուլում խիստ անիրատեսական է, ես չգիտեմ թե ով պիտի վարկ տա այդ միջոցներով, ապա տասնապատիկ, եթե ոչ հարյուրապատիկ ավելի թանկ ենք վճարելու բոլորս հոսանքի համար։ Պարզ հաշվարկ կարելի անել, տեսնելու այսօր Մեծամորի ատոմային էլեկտրակայանում գեներացվող հոսանքի սակագնի գնագոյացումը եւ մոտավորապես տեսնելու, թե ինչ է առաջարկելու Միացյալ Նահանգների կողմից այդ տեխնոլոգիական ներդրման արդյունքում ստեղծվելիք ընկերությունը իր մոդուլյար ատոմային էլեկտրակայանով։ Այո, դա միանշանակ է եւ սա բերելու է, հետո հիմա ասեմ քեզ, ռուսները հիմա ցանկություն են հələ տենց այդ փուլում են բանակցությունների մտածում են, որ իրանք կմասնակցեն թրիփին, դե պարզ է որ չեն մասնակցելու, որովհետեւ արդեն հայտարարվել է որ չեն մասնակցելու։ Գալու է երրորդ հարցը՝ սահմանահատումը։ Այսինքն, երբ որ հիմա անդե հələ նոր պիտի ճանապարհ սարքեն, չէ՞, հիմա առաջի բեռը ճանապարհը սարքելուց հետո պիտի գա անցնի, չէ՞։ Ադրբեջանի տարածքից մտնելու է Եվրասիական տնտեսական միության տարածք, որտեղ կիրառվելու է մաքսային հատուկ ես չեմ ասում արտոնությունները, ձևակերպումների ռեժիմը տարբեր է ԵԱՏՄ ընդհանուր կարգավորումներից, չէ՞։ Հետևաբար ԵԱՏՄ-ում հարց են դնելու, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի տարածքից դուրս գա ընդհանրապես այդ կազմակերպությունից։ Ու ոնց որ հապկից է դուրս եկե, նույն ձևով պետք է դուրս գանք ԵԱՏՄ-ից։ Ու հիմա այդ խաբկանքի համար, այդ խաբեության համար սրանք ընդունել են մի նախադասությանոց ոչ մի իմաստ չունեցող օրենք, իբր մենք պիտի Եվրոպական միությանը անդամակցենք, որ ԵԱՏՄ-ից երբ որ դուրս գան արդեն Եվրոպայի միությանը, ճիշտ ասա, իրենք Եվրոպայի միություն են գրել։ Բայց հետո ասեցին, թե վերիպումը, դե հիմա այդ մի նախադասություն են գրել, դա սխալ, չգիտեմ որ կազմակերպության են անդամակցում։ Հիմա որ մարդկանց խափեն ասեն, դե ոչինչ որ մեզ ԵԱՏՄ-ից հանում են, մենք զաթին նպատակ ունենք,
որպեսզի դառնան Եվրոպական միության անդամ։ Ի վերջո Եվրոպական միության անդամ չեն դառնալու, մնալու են անտեր։ Ոնց որ ասենք թե հիմա հապկից դուրս են եկե փաստացի միակ ռազմաքաղաքական կազմակերպություն, ուրիշ ոչ մի ռազմաքաղաքական կազմակերպության մեջ չեն մտե։ Զինված ուժերն էլ կրճատե, ֆինանսավորումը պակասեցրե, մի երկու հատ բունկեր են սարքե, այն էլ Պաշտպանության նախարարի մակարդակով դրսից, ներսից, պատվալներից, դրոնով նկարում թշնամուն ասում են ախպեր, էս է մեր զարգացը։ Մնում էր կոորդինատները գրեին։ Տված է կոորդինատները, այեղբար մեր հերո տարածությունից նկարած է թե ինքը որ հատվածում է գտնվում։ Մոտիկից դրոնում սովորական արհեստական բանականությանը 10 դրա տեղորոշումը շատ հանգիստ կա։ Մի րոպեում։ Բայց այդ գործն էլ հեշտացնելու համար շատ ավելի ճիշտ կլիներ տակը միանգամից աստիճանով եւ րոպեով գրեին տեղակայման վայրին, ինչպես աշխարհագրական քարտեզների կոորդինատներում են։ Դավիթ ջան, Ադրբեջանի զինված ուժերի աշխատողները դրանք էլ են post անում։ Ադրբեջանի զինված ուժերը նույնիսկ առանց այդ կադրերի տարածման ամեն ինչ հրաշալի գիտեն, քանի որ նրանց Հա, բայց օդատիեզերական ուժերը իրանց օդային ուժերը նայում են դրոնը հանել են, եկել են տեսել են այնտեղ շինարարություն տեղի։ Բայց Սուրեն Պապիկյան մտե ճաշանել է նկարել ցույց տվել։ Ասում է կոմպյուտերները ստեն ու երևում է քանի հատա։ Ու ինչ տիպի, ասենք հիմա ասենք թե եթե ես ոչ պրոֆեսիոնալ աշխով նայում եմ իրանց հետախուզության սպան այդ բառը հատիկ նստում նայում է, չէ՞, ասում է թե այս կոմպյուտերը ուրեմն ինչ պրոցեսոր կինի, այդ պրոցեսորի որպես կանոն ինչ ինֆորմացիա կարալն, այդ ինչ սա բարձում է։ Հիմա եթե դու պատերը նկարում ես, իրանց ինժեները հաշվում ասում ախպեր ջան, էսի օգտագործվել է մետաղական, չգիտեմ, բանով բետոնից էսի կոնստրուկցիաներ, սրա հաստությունը այսքանի շատ չի կարալնի, այդ հաստությունը այդ խոցելու համար մեզ պետք է այս տիպի հերթիրային համակարգ։ Այդ հերթիրային համակարգ հիմա բերել են արդեն նախ դրել են դրա դեմը, կոորդինատները դրած, առաջի ռազմական գործողության դեպքում խոցվելու է։ Եվ ցավալիորեն ռազմական բնույթի օբյեկտը դու ո՞նց ես տանում թշնամուն տեղեկացնում։ Այս ամենը ցավալիորեն արվել է բացառապես մեկ նախընտրական նպատակով։ Իսկ այդ ամենը անող անձն էլ զինված ուժերի մարտական դրոշի ֆոնին այս անհեթեթ եւ տխմար ֆոնով ներկուսակցական մրցապայքարի է։ Դրա համար են բաժանում, ինչ համարներ են դրանց բաժանում, այդ ինչ համարներ է։ Ես գիտեմ այտենց բան, որ ասենք ասում են քո համար էս ինչն է քո գյուղատնտեսության համատարած հաշվառման ժամանակ արվում, ասենք որ անասնագահականակը չէ, լուրջ եմ ասում, ասենք որ հաշվարկվում է, հետո բիրկեկը կպցնում են հակաժներին, ասում են ընդհանրենք քո համարը էս այն Խանդանյան Սարգիս ասում է իմ համարը 102-ն է։ Ենթադրում եմ որ այն Արտուր Հովհաննիսյանը պիտի 024-ը 103-ը Սարգիս Խանդանյանը շահության մեքենայում է։ Այ 102-ում ով անկարվել չգիտեմ։ Այդ ես այդ էր տպավորել, բայց ասենք այն Արտուր Հովհաննիսյանը դե դրանը կլինի 024։ Ինքը այդ թիվը Իրանը ամբողջական չի լինի 0.24 точно դրա տիվն է։ Թե թվերը դրանց խի են բաժանում, հետո ինչ պիտի անեն, հետո պիտի շարեն այդ թվերը։ Մեկ էլ կոնսլագերներում են այդպես բան, ասենք համակենտրոնացման ճամբարներում էլ ընդ կալանավորներին ոչ թե անուն իրանց ինիցիալները, էլ անուն ազգանունով բանով, որովհետև այնտեղ արդեն մարդուն մարդ չեն հաշվում, էլի, քան դրա նպատակն էր մարդուն սեփական անունը մոռացնելը։ Այսինքն մարդ չպիտի հիշեր իր անունը։ Հիմա այնինչ Հիմա սրանցն է, պիտի ասենք քո թիվը որն է։ Անում է ԿՊ-ն այս համատարած կարող է լոտո անել, հետո թվեր հանեն, սաղին լսնեն մի հատ արկղի մեջ սկսեն ընդից հանել, ասենք թիվ կանչեն։ Բոլորիս հիշողությունից զրկելու փորձն է, բայց ինչպես Հանճարեղ Մաթեոսյանն է ասել, մարդու եւ անասունի միջև է հիշողությունը դրված։ Ու եթե իրենց այդ շռայլությունը կարող են թույլ տալ, ապա ամեն անգամ երբ մենք մեր հիշողության հետ յոլա չենք գնում եւ փորձում ենք այդ հիշողությունից ազատվել, թշնամին շատ դաժան մեզ պատժում է դրա համար։ Ամեն անգամ երբ մենք համարում ենք թե թուրքը մեր թշնամին չէ, ինքը միանգամից հիշեցնում է թե ով է մեր թշնամին։ Եվ այդ հիշողությունը կրելու ու այն չմոռանալու համար է նաեւ իմ ու քո եւ մեր շատ այլ գործընկերների, պայքարի ընկերների այս հետևողական ամենօրյա աշխատանքը, որովհետեւ նախ ինքներս, մեր ընտանիքների անդամները, մեր ընկերները, հարազատները, բարեկամները, մեր շրջապատի մարդիկ, բայց եւ մեր համայն հասարակությունը պետք է շարունակաբար, որքան էլ դա ծանր լինի, քնի ու արթնանա այդ մտքերով, քնի ու արթնանա մեր կորսվածի եւ այդ կորսվածը որպես անդառնալիություն ներկայացնելու այս վարչախմբի քաղաքականության անթույլատրելիության մղումով, այսինքն մի կողմից հիշի, որ շատ բան է կորցրել եւ սրանց
հետևողական քաղաքականության արդյունքում է կորցրել, բայց մյուս կողմից նաև հիշի եւ ինքն իրեն հաշիվ տա, որ այդ ամեն ինչը նախ օրերից մի օր հետ է բերվելու, բայց եւ դրանք կորսողները շատ ծանր օրենքի եւ արդարադատության արչեւ պատասխանատվության եւ պատժի են արժանանալու։ Եթե ոչ երկրային, ապա երկնային դատաստանում հաստատ։ Բայց քանի որ երկնային դատաստանի եւ Աստծո որոշումները անքննելի են, ապա մենք պիտի զբաղվենք երկրային արդարադատության, օրենքի եւ արդարադատության արչեւ նրանց պատասխան տալու օրը մոտեցնելով։ Իսկ մենք մեր պայքարի համար պիտի մեզ ինչ-որ իմաստով անվտանգ զգանք եւ բոլոր այն մարդիկ, ովքեր այդ պայքարի մեջ են, իսկ քանի որ մենք մեր անվտանգությունը դժվար կարող ենք ապահովենք, ես իմ փորձից եմ ասում, պետքա դիմել դրանով զբաղվող պրոֆեսիոնալ մարդկանց, իսկ այդպիսի մարդիկ համախմբված են Pantera Security մասնավոր պահնորդական կազմակերպությունում, փորձառու պահնորդներ, որոնք ունակ են լուծելու իրենց առջև դրված խնդիրները, իրականացնելով թե անձանց, թե տարածքների, թե առևտրային տարածքների, այդ թվում պահեստների, գործանային տարածքների, ուսումնական հաստատությունների, առևտրային բանկերի, առողջապահական հաստատություն, ցանկացած տիպի կազմակերպության բնականon գործունեությունը ապահովելու համար անվտանգ միջավայր, ինչը չափազանց կարևոր է, նաև շատերի համար կարևոր են իրենց հյուրերի ուղեկցման հոգ տանել, երբ որ նրանք գտնվում են Հայաստանում, կան հայրենակիցներ, ովքեր ունեն գույք Հայաստանում, բայց իրանք գտնվում են արտերկրում, ունեն խնդիր դրա անվտանգ պահպանություն իրականացնելու, այս եւ այլ ցանկացած պահնորդական ծառայությունների համար անվարան կարող եք դիմել Pantera Security մասնավոր պահնորդական կազմակերպությանը, որի ծառայությունների ամբողջական ցանկը կա pantera.am կայքում ընկերության սոցիալական հաշիվներում, իսկ համագործակցության համար պետք է զանգարել 010 53 78 50 հեռախոսահամարով։ Այսքանը հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, սա երկու ճակատ ոդքասթի 127-րդ թողարկումն էր 168 TV-ի եթերում։ Էդգար Ղազարյանն ու ես, Դավիթ Սարգսյանը, ամփոփեցինք, վերլուծեցինք շաբաթական լրահոսը։ Դա սիրով ձեզ համար կանենք նաև մյուս ուրբաթ մեր հավանդական 21-ից 21-ին։ Ցտեսություն։